Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տեսակապի միջոցով զրուցելու եմ տնտեսագետ եւ քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Բարև ձեզ։ Պարոն Առաքելյան, օրերս ԱԱԾ-ն գաղտնազերծեց մի փաստաթուղթ, որը գալիս է ապացուցելու, որ կաթողիկոսի եղբայրը Եզրաս Ներսիսյանը հավաքագրված է եղել որպես ՊԱԿ գործակալ։ Խոսքը 1986 թվականի հավաքագրման մասին է, այնտեղ անգամ գաղտնանունը կա, ծածկանունը Կարոն Մականվամբ։ Եվ այսպես շարունակ, մինչ կանդրադառնանք ամենատարբեր, այսպես ասած, անդրադարձների եւ ամենատարբեր մոտեցումների այս հարցի վերաբերյալ, նախ ընդհանուր առմամբ ձեզ համար այս բացահայտումը նորություն էր, սա, չգիտեմ, ինչ որ իմաստով բացահայտում էր, թե պարզապես արդեն ակնհայտ փաստի մասով ԱԱԾ, այսպես ասած, գաղտնազերծված փաստաթուղթ ԱԱԾ-ի կողմից։ Ես ճիշտ ասած ոչ մի կարիք էլ չունեի այդ փաստաթղթի մեջ, քանի որ եւ այդ արխիեպիսկոպոս Եզրասը եւ բազմաթիվ ուրիշ անձինք, որոնք որ թե ներկայացնում են հայ առաքելական եկեղեցին, իբրև թե ներկայացնում են հայ առաքելական եկեղեցին, թե ներկայացնում են տարբեր ուրիշ ինչ-որ քաղաքական թեմեր, անձնավորությունները իրենց գործողություններից ելնելով արդեն պարզ է դարձել, հանձինս իմ համար, այն փաստը, որ այդ մարդիկ օտար երկրյա գործակալներ են, եւ այն համախմբումը եւ այն օպերատիվ աշխատանքը, որը իրենք տանում են Հայաստանում, դա ուղղակիորեն պարզապես գործակալական ցանց է, որը որ արդեն շատ շուտվանից գործում է Հայաստանում, եւ ինձ համար, անձնապես, ես դրա այդ փաստաթուղթը տեսա, ծանոթացա, համոզված եմ, ես այդ համոզմունքը ունեմ, դա իմ կարծիքն է, որ նման փաստաթղթեր կան բազմաթիվ, ոնց որ ասեցի, ուրիշ մարդկանց վրա, ներառյալ Կտրիչ Ներսիսյանի, որը որ այսօր նստած է կաթողիկոսի գահի վրա, ինչ ասեմ, դա իմ համար բացարձակապես նորություն չի եղել։ Այսինքն ես սպասում էի, ես դրան պատրաստ էի եւ ես դա արդեն շուտվանից հասկացել էի։ Եվ իմ կարծիքով ես միայնակ չեմ։ Պարոն Առաքելյան, այսինքն ԱԱԾ-ն կարող է նույն հաջողությամբ նայել գաղտնազերծել փաստաթուղթ, որը կգա ապացուցելու, որ Գարեգին բնել է ՊԱԿ գործակալ, ինչպես դուք ասացիք։ Ախր հարցը փաստաթղթի մեջ չի։ Փաստաթուղթը դա ընդհանրապես թղթի կտոր է, որը որ խոսում է, ասենք, նրա մասին փաստացիորեն կնիքով, թե կնիք չկար, այնտեղ չգիտեմ, նրա մասին, որ այս մարդը ինչ որ, չգիտեմ, աշխատավարձ է ստացել, ասենք թե։ Բայց իմ համար ավելի կարևոր է այն գործողությունները, այն աշխատանքը ճակերտավոր, որը որ արվել է տարբեր մարդկանց կողմից, Կտրիչ Ներսիսյանը ներառյալ, իդեմ մեր պետականությանը, իդեմ մեր պետությանը, իդեմ մեր ժողովրդին։ Եվ ի նպաստ ռուսաստանյան ինչ-որ տարբեր կազմակերպությունների եւ հիմնականում բնականաբար ռուսաստանյան այսօրվա իշխանությանը եւ նախորդ իշխանությանը եւ կայսերական իշխանություններին տարբեր տեսակի, տարբեր ձևերով, որոնք որ մինչ օրս Ռուսաստանում գործում են եւ դիտարկում են Հայաստանը իբրև իր սեփականություն, ոչ պակաս, ոչ ավելի։ Իրենք պարզապես տենց էլ մտածում են եւ այդ մարդիկ, որոնք որ աշխատում են այդ գործակալությունում, իրենք անում են այն աշխատանքը, որը որ իրենց պատվիրվում է վերևից։ Իրենց ասում են ինչա պետք անել, ինչ քայլեր ա պետք անել։ Մենք արդեն խոսել ենք դրա մասին, որ իրենցից շատ-շատերը մեծ հաճույքով կգնային հանգստի, արդեն այսօր։ Բայց իրենք այդ հնարավորությունը չունեն։ Եվ այն խոսքերը այն մասին, որ Եզրասը այդ փաստաթուղթը հրապարակելուց հետո, որ ինքը ուրեմն ինքը KGB-ի գործակալ էր ախր։ Հիմա մենք իրան չենք կարող ինչ-որ պատասխանատվության կանչել, կներեք։ Դուք այն յուրաքանչյուր մարդը, որը որ ընդհանրապես գիտի թե ինչ է KGB-ն իրենից ներկայացնում, ինքը միանշանակորեն կարա ասի արձագանքի, որ անցյալում KGB-ի գործականներ գոյություն չունեն։ KGB-ի գործակալ լինելը դա ցմահ է։ Եվ շատ դեպքերում այդ մահը գալիս է հենց KGB-ի կողմից։
իրենք կարող են վերացնել իրանց գործակալին, իրենք կարող են երկար կյանք պատվիրեն, հա, իրան, բայց անցյալում KGB-ի կամ FSB-ի գործակալ, իսկ FSB-ն ու KGB-ն իմ համար կներեք, նույն բանն է, որտեղից է դուրս եկել Պուտինը եւ ընդհանրապես լրիվ քաղաքական էլիտան Ռուսաստանի KGB-ից։ Ինչա, իրանք ուրիշ կազմակերպություն են ստեղծել, KGB-ի մասին մոռացել են, FSB են անունը դրել ու այդ լրիվ ուրիշ կազմակերպություն է, այդ ինչ անհետեթություն է։ Մենք պետք է դա դիտարկենք իբրև մեր երկրի վտանգ։ Եվ այսօր այն խոսակցությունները, որ իրավունք ունենք իրան ուրեմն պատասխանի կանչելու չունենք պատասխանը, մենք իրավունք ունենք, քանի որ մեր երկրի ապագան այսօր վտանգի տակ է դրված եւ վտանգի տակ է դրված այդպիսի մարդկանց կողմից այն թվում Հիբրիդային սպառնալիք է։ Այսօր ոչ մի բան չանենք, ձեռներս նստենք ու հապավենք այն բանի վրա, որ վայ, դե մենք սրա իրավունք ունենք, իսկ սրա իրավունքը չունենք։ Ինքը KGB-ի գործակալ է, սովետական միությունն էր, գոյություն չունի, մենք իրան չենք կարող պատասխանատվության կանչենք կամ փաստաթուղթ է պետք, մի հատ էլ տենց ուրեմն թուղթ է պետք, որ Կտրիչ Ներսիսյանին կարողանանք ինչ որ մեղադրանք ներկայացնենք կամ մնացած այդ լրիվ քաղաքական թափթփուկներին, որոնք որ Հայաստանում այսօր իրենց վերաշապիկները պատռելով գոռում են ժողովրդավարության մասին։ Ինչ ժողովրդավարություն։ Դուք այն մարդիկ չեք, որոնք որ ուզում էին Հայաստանը սարքեին Ռուսաստանի գավառ։ Եվ այդ նպատակը չեք հիմա հետապնդում, դուք ինչ իրավունք ունեք ընդհանրապես այդ մարդիկ, ինչ իրավունք ունեն մասնակցել ժողովրդավարական ընտրություններում։ Այդ պատասխանը մեր իշխանությունը կարա տա թե չէ հիմա։ Ես չգիտեմ, էլ ոնց կարելի է բացատրել, որ մենք այսօր ունենք շատ երիտասարդ, շատ թույլ վիճակում գտնվող ժողովրդավարություն։ Մենք այդ ժողովրդավարությունը հիմա պետք է ամեն կերպ փայփայենք, պահենք հնարավորության չափ, որովհետև մեր ապագան ուղղակի մեր երեխաների, մեր երկրի ապագան ուղղակիորեն կապված է այդ ժողովրդավարության հետ։ Մենք ուրիշ այլընտրանք պարզապես չունենք, մենք բոլոր մնացած ճանապարհները արդեն անցել ենք եւ աղետի մեջ ենք հայտնվել։ Հիմա մեր միակ հնարավորությունը նա է, որ մենք կարողանանք գնանք դեպի նորմալ պետություններ, դեպի նորմալ համակարգեր, որտեղ որ մեզ կհարգեն, որտեղ որ կներեք երեք ուրեմն ինչ որ լսում էի առաջին ալիքով այդ վիճաբանությունները, այնտեղ ինչ-որ մեկ ասեց, ասում է, դե եթե դուք բանի ուրեմն անկախության մասին եք խոսում, մի խոսացեք Եվրոմիության մասին։ Ուրեմն այդ իր պատկերացմամբ այն երկրները, որոնք որ Եվրոմիության անդամներ են, իրանք անկախություն չունեն։ Դա ինչ հիմարությունն է։ Այդ որ մի երկիրը Եվրոմիությունից չի կարող ինքնական ձևով դուրս գալ։ Այդ որ մի երկիրը ձայն չունի Եվրոխորհրդում։ Այդ որ մի երկիրը ինքը չունի այն ազատությունները եւ դրանից էլ մի բան էլ ավել, որը որ այսօր ունի Հայաստանը։ Մենք այդ հասկանում եք, եթե հիբրիդային պատերազմի, հիբրիդային ինֆորմացիայի, հա, ինչ որ մանիպուլյացիաների մասին է խոսքը գտնում, այդ մարդկանցից է դա հնչում։ Դա մաքուր մանիպուլյացիա է։ Այսինքն առաջին հանրային ալիքով խոսում են նրա մասին եւ այդ մարդու ձենը ոչ մեկ չի կտրում, չի ասում որ դու սուտ ես ասում։ Դա տենց չի, դա իրականություն չի։ Այդ մարդու ձենը ոչ մեկ չի կտրում ու մարդիկ մեր ժողովուրդը, մեր էլեկտորատը, այն էլեկտորատը, որը որ մի քանի ամիս հետո պետք է գնա եւ ընտրություն կատարի։ Իրանք լսում են, որ բանից պարզվում է Եվրոմիությունը դա ինչ որ կայսերություն է, որտեղ որ էլի մենք գնալու ենք ու մեր անկախությունները կորցնելու ենք, հա այդ մտքերն են իրանք հրանցնում առաջին ալիքով։ Ու մենք նույնիսկ դրա դեմ չենք պայքարում։ Ես այդ խոսքերի համար մարդկանց, չգիտեմ, այդ նման ստերի, նման մանիպուլյացիաների համար քրեական հետապնդում է պետք հաստատել Հայաստանում։ Եվ ոչ միայն դրա համար։ Այն մարդիկ, որոնք որ քարոզել են, որ մենք պետք է միանանք Ռուսաստանին, որ մենք Թաթարստանի նման մի կազմավորում պետք է դառնանք, то մենք պետք է դառնանք նյութենական պետություն, հերթական, Ռուսաստանի փեշի տակ,
Այդ մարդիկ իրավունք չունեն մասնակցելու ընտրություններին, ավելին ասին, իմ կարծիքով, այդ մարդիկ պետք է ծմախ դատապարտվեն, որովհետև իրենք մեր պետության դեմ են կանգնել, մեր ժողովրդի ապագայի դեմ են կանգնել, եւ մեր ժողովրդավարությունը իրանք հիմա ամեն կերպ փորձում են տապալել, ոչնչացնել, իրենք լինելով ոչ ժողովրդավար, օգտագործելով ժողովրդավարական լծակները, իրանք փորձում են մտնել իշխանություն ու դրանից հետո իրենք ոտնահարելու են, ոչնչացնելու են ժողովրդավարությունը Հայաստանում, այն թեկուզ այն ժողովրդավարությունը, որ հիմա գոյություն ունի այս սկզբնական էտապում։ Եվ ես հավատացնում եմ ձեզ, որ ոչ մի լրագրող, դուք, մնացած կայքերը, հեռուստատեսությունը, բազմաթիվ, չգիտեմ, քաղաքական մեկնաբանները, հա, որոնք որ ազատ կարողանում են այսօրվա դրությամբ արտահայտվել, խոսել, չոր տարբերակներ առաջարկել։ Այդ բոլոր մարդիկ իրենք սկզբից հայտարարվելու են իբրև տարբեր տեսակի ինոագենտներ, իսկ հետո իրենք պարզապես բանտ են նետվելու։ Դրան ենք մենք, դրա առջև ենք մենք կանգնած։ Եվ հիմա խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, այն իրավիճակում, որ Հայաստանը կարող է հիպոթետիկ կանգնած լինել նաև ռեալ պատերազմի շեմին։ Եվ ոչ թե ինչ որ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, որոնց հետ մենք հիմա շատ մեծ դժվարություններով, չգիտեմ, բայց փորձում ենք ինչ որ հարաբերություններ հաստատենք։ Ոչ, Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանի մենք պահվածքը չենք տենում այս վերջի տարիների ընթացքում։ Իր հավակնությունները մենք չենք տենում, մենք չենք հասկանում, չգիտեմ, սթափ մարդը չի հասկանում, որ Պուտինը պարզապես ուզում է վերադարձնի այն կայսերությունը, ռուսական կայսերությունը, որը եղել է ոչ թե ինչ-որ սովետական ժամանակ։ Ինքը մեծ հաճույքով կվերադարձներ այն կայսերությունը, որը եղել է, չգիտեմ, Նիկոլայ II-ի ժամանակ։ Պարոն Առաքելյան, բայց այս դեպքում ինչպես է հարձակվելու ուղիղ Հայաստանի վրա, ինչպես ասում եք, ոչ թե հիբրիդային, այլ ուղիղ պատերազմի մեջ կարող է մտնել։ Այն դեպքում, երբ ցամաքային սահման Հայաստանը եւ Ռուսաստանը չունեն, այսինքն սա որոշակի։ Իսկ Վրաստանը այսօր ինչա շատ լուրջ խոչընդոտ է Ռուսաստանի համար։ Այն պարագայում մի վարքյան պատկերացնենք, հա, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ իր հարցերը լուծեց, ասենք թե։ Չնայած ես դրան չեմ հավատում, քանի որ ինքը պարզապես ուզում է լրիվ Ուկրաինան եւ ոչ միայն Ուկրաինան։ Բայց ասենք թե մի պահ պատկերացրեք, ես իր ձեռները ազատվեցին։ Այսօր Վրաստանը պատրաստ է ինչ-որ լուրջ իրանից պատնեշ է ներկայացնում, որ Ռուսաստանը չկարողանա մտնել Վրաստան սկզբից, հետո Հայաստան մտնել, այնց ոնց որ մտավ Կարմիր բանակը 1921 թվականին։ Դա ինչ-որ խնդիր է իրանց առաջացնելու, ոչ։ Իրանք ունեն կամ կունենան այն դեպքում, եթե Ուկրաինայից իրենց ռադը քաշեն գնան, իրենք կունենան 1-2 մոտավորապես միլիոն մարդասպան մարդիկ, զինվորներ, որոնք որ շատ լավ գիտեն, թե ինչ է իրանց ներկայացնում մարդասպանությունը, իրանք խնդիր չունեն մարդ ոչնչացնելու, երեխա սպանելու, ռմբակոծելու ինչ-որ բնակելի շենքերը եւ ալամ-թալանով զբաղվելու։ Այդ մարդիկ իրանք ինչա պետք է վերադառնան իրանց ընտանիքներ։ Ոչ, Պուտինը իրանց օգտագործելու է։ Իսկ որ ուղղությամբ է ինքը իրենց օգտագործելու։ Պրիբալտիկայա ուղարկելու, մեծ բալտյան երկրները ուղարկելու, թե դեպի Վրաստան եւ Հայաստան։ Ադրբեջանը ինքը ոտ չի դնի։ Քանի որ Ադրբեջանի հետևը կանգնած է Թուրքիան, իսկ Թուրքիայից Պուտինը արդեն վախենում է։ Էրդողանից ինքը շատ շուտ բանից է կներեք վախենում։ Այն օրվանից, որ Էրդողանը դեսպանին խփեցին, Թուրքիայում սպանեցին ռուսական դեսպանին, որը կեսով չափ հայ է դեպ ասել։ Այն բանից հետո, երբ ընդամենը մի քանի վայրկյանով ռուսական ինքնաթիռը մտավ թուրքական օդային տարածք եւ միանգամից այդ ինքնաթիռի, ռազմական ինքնաթիռի հերը անիծեցին։ Հերիքչի հերը անիծեցին, հələ մի բան էլ այդ օդաչուին էլ սպանեցին։ Ու Ռուսաստանը ոչ մի պատասխան չտվեց։ Ու չի էլ կարող տալ, քանի որ Ռուսաստանը Թուրքիայի ռազմական ուժի, այսինքն ՆԱՏՕ-ի ռազմական ուժի համը փորձել է արդեն Սիրիայում, տարբեր ուրիշ տեղեր։
Եվ ինքը Ադրբեջանի միջոցով չի մտնելու Հայաստան։ Ինքը մտնելու է իր նախապատրաստած ճանապարհով։ Իսկ նախապատրաստած ասում եմ այն, որ ժամանակին ինքը այդ աշխատանքն է արել։ Իվանիշվիլին ա բերել Վրաստան։ Ես չեմ կարծում, որ Իվանիշվիլին այսօր ինչ-որ խնդիրներ ունենա, որ ռուսները իրան դիմեն, ասեն մենք պետք է այսպես անցնենք, կամ ձեզ կորը չնչացնենք, կամ պետք է ձեր տարածքով անցնենք։ Դրանից հետո իրանք էլ կոչնչացնեն, հարցը դրանում չի, բայց Իվանիշվիլին ինչ, կասի դե մենք պատերազմի մեջ չենք ուզում, չէ՞ մասնակցենք։ Ինքը այդ լոզունգներով է կաֆ իշխանության, որ մենք չենք ուզում, որ մեր մոտ երկրորդ Ուկրաինա լինի։ Իրանք հայտարարեն, կասեն դե մենք չենք ուզում, մենք ինչի համար, Ռուսաստանը Հայաստանի հետ խնդիր ունի, մենք ինչի պետք է կանգնենք մեր տղաներին ուրեմն մահի ուղարկել։ Դա խնդիր չի, մենք դրան պետք է պատրաստ լինենք։ Իսկ այսօր Հայաստանը, կներեք, այսօր Հայաստանը լեփ լեցուն է ռուսական տարբեր տեսակի գործակալներով, որոնք որ աշխատում են առավոտվանից երեկո։ Վայնասուն են դերը $15 միլիոն Եվրամիությունը գումար է հատկացրել Հայաստանին, ուրեմն այդ հիբրիդային կներեք ինչ $15 միլիոն, հարյուրավոր միլիոններ են ծախսել արդեն Ռուսաստանը, Կրեմլը հարյուրավոր միլիոններ է ծախսել Հայաստանում տարբեր տեսակի մի տեղից կառավարվող ցանցի վրա Ռուսկի դոմ, ես շատ գիտեմ, դոմ Մոսկվի, այն տարբեր ինչ-որ ռուսական ակումբներ, այդ ինչ է իրանց ներկայացնում, այդ գործակալական օֆիցիալ ներկայացություններն են Հայաստանում։ Իսկ մենք դες նայում ենք, թե չենք մեր հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ չփչացնենք հանգարցակի։ Պարոն Առաքելյան, իսկ ձեր բարերով ասած այդ վայնասունը, որ ասացիք Կայա Կալասի հայտարարությունից հետո եղավ, ընդ որում ոչ միայն Մոսկվայից, այլ նաև գիտեք ներքաղաքական որոշ շրջանակներ, այդ թվում ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, այլ քաղաքական ուժեր, դերակատարներ այսպես արտահայտվում են այնպես, որ դա Եվրամիության կողմից ուղիղ միջամտություն է ներհայաստանյան գործերին, քաղաքական կյանքին եւ նաև այդպես տեսակետ են հայտնում, որ այս իշխանությունը Եվրամիության աջակցությամբ փորձում է չեզոքացնել իրենց, այսինքն ընդդիմությանը չեզոքացնում է, որպեսզի նրանք 26 թվականին շանս չունենան։ Այսինքն այս վայնասունը ինչի մասին է, արդյոք սա ինքնախոստովանական ցուցմունք է եւ ինչու է հատկապես գրգռել այս շրջանակներին եւ Մոսկվային պաշտոնական։ Դե ես հենց նոր խոսում եմ այդ մարդկանց մասին։ Ես նոր խոսում եմ այդ կազմակերպությունների մասին։ Դա իրենք անում են իրենց աշխատանքը։ Իրենք հասկանում են, որ իրենց գործակալական ցանցը դա իմ անձնական կարծիքն է, որը ես կարող եմ հիմնավորել։ Հա, իրենց իսկ գործողություններից ելնելով։ Եթե նրա համար եմ ասում, որ տարբեր տեղերից հիմա ինձ դատերի նորից չտան։ Բայց ես տեսնում եմ դա գործակալական աշխատանքը, որը իրենց կողմից կատարվում է։ Այդ քաղաքական միավորումները չէին, որոնք որ խոսում են նրա մասին, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի մի մաս դառնա կամ դառնա միութենական պետություն, հա, իրանք չէին, իրանք էին, չէ։ Հենց իրանք էին, որ ուզում են մեր ժողովրդավարությունը տապալել։ Հենց իրանք են, որ այսօր երազում են նրա մասին, որ ռուսական սապոգը գա ստեղ ու ծմաղ իրենց հայտարարի ստեղի ուրեմն իրենց ներկայացուցիչներ իբրև, հա, այնպիսի նշանակված մարդիկ, որ ինչպիսին եղել են ժամանակին Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժիկ Սարգսյանը։ Յուրաքանչյուր իրենց կամքը կատարող, ոչ մի խնդիր չունեցող, հա, մի անգամ Սերժիկ Սարգսյանը փորձեց խոսել նրա մասին, որ կամ ինչ-որ գործողություններ ձեռնարկել նրա մասին, որ փորձում է ինչ-որ Եվրամիության հետ կներեք արտահայտությունս համար սիրիբիլիներ տա, մի գիշերվա մեջ իրենք բացատրեցին, որ տենց բան անել քեզ չի կարելի։ Դու կգաս ու կստորագրես այն ինչ որ դեմդ կդնեն։ Ու ինքը գնաց ու ստորագրեց։ Մի գիշերվա պատմություններ իրանք պարզապես մեր շատ հայտնի հայեր են իրեն հանդիպել եւ իրեն դա բացատրել։ Ռուսական հայեր։ Եվ դա տեղի չի ունեցել Հայաստանում։ Դա եղել է եվրոպական երկրներից մեկում։ Այդ մի գիշերվա մեջ իրանք իրան հրավիրել են, ունդեղ իրան բացատրել են։ Իսկ ովքեր են այն մարդիկ, որոնք որ հիմա հալածվում են, որոնք որ հիմա նոր քաղաքական շարժումներ են ստեղծում, փորձում են իրանց ձևերով Հայաստանը ուրեմն
սարքեն իրանց ձևով Հայաստան։ Այդ մարդիկ են այդ գիշերը ստեղծել 13 թվականի սեպտեմբերի 3-ին, որ Սերժ Սարգսյանը դաստորագրեց։ Եվ դրա դեմը եթե մենք հիմա չառնենք, եւ դրա դեմը եթե մենք հիմա չմաքրենք մեր երկիրը նման գործակալներից, նման թշնամիներից, մենք չենք ունենա երկիր։ Մենք կդառնանք լավագույն դեպքում մենք կդառնանք Թաթարստան։ Այդ ամենալավագույն դեպքն է, ճիշտ է ասում Ռուբեն Վարդանյանը։ Պարոն Առաքելյան, ընդհանուր առմամբ վերադառնալով նաև Եզրաս Ներսիսյանի մասին խոսակցություններին, այ ասացիք, որ պետք չի պարզապես այդ փաստաթուղթը հրապարակել, նայել, արձանագրել, ծափահարել եւ առաջ անցնել, պետք է լինեն գործողություններ եւ նաև ասացիք, որ Ռուսաստանը ինքն էլ կարող է իր գործակալներին, այսպես ասած, պատժել, հանձնել եւ կամ անգամ սպանել։ Հիմա նախ ընդհանուր առմամբ ինչ սպասել ռուսական կողմից, այսինքն արդյոք Ռուսաստանը եւ կամ այդ վախն է, որ Ռուսաստանը կարող է իրենց պատժել եւ կամ հանձնել եւ կամ այլ բառերով ասած ծախել դրա համար այս մարդիկ այսպես ասած փորձում են միջև վերջ պայքար տանել եւ ինչ պիտի արվի նաեւ իշխանությունների կողմից, ասացիք, որ պիտի գործողություններ լինեն, նաեւ այն բոլոր շրջանակները, ովքեր անցել են պաշտպանության, նաեւ վերջին փաստաթուղթը հրապարակվելուց հետո, օրինակ եկեղեցու Ծասողիկ Կարապետյանն ասում է, որ միշտ էլ եկեղեցին ծառայել է նաև հայրենիքին։ Այսինքն այս կերպ փորձում են նաև արդարացնել, ասելով, որ Եզրաս Ներսիսյանը ծառայել է հայրենիքին, ընդհանուր շահ է եղել հայրենիքի, պետության եւ եկեղեցու միջև։ Այստեղից նաև հարց է առաջանում, թե ինչու հիմա եկեղեցին չի ծառայում հայրենիքին եւ կամ ինչու չկա ընդհանուր շահ իշխանությունների եւ եկեղեցու միջև։ Եզրաս Ներսիսյանը հայրենիքին էր ճանաչում, որ պատերազմի օրերին ջահել երեխեքը հավաքվեցին իր եկեղեցու բակում, ինքը օմոն կանչեց այդ երեխեքի վրա։ Ոսե հետո այդ երեխեքի վրա քրեական գործեր հարուցեցին։ Ինքը հայրենիքին էր իր ծառայում, հա։ Այն որ գումարներ էին ուտում հսկայական, թե եկեղեցիների կոմպլեքսի կառուցման վրա, խոսքս են նույն նոր Նախիջևանի այդ թեմի մասին է։ Ինչքան գումարներ են կերել իրանք այդ ամեն ինչի մեջ, որը որ բացարձակապես ոչ մի հաշվետվություն, ոչ մի բան, մի գումար էր, որ հավաքում էին, մի գումարներ էր, որ հոսում էին դեպի եկեղեցի, ուրա դրա պատասխանը, ուրեմն այդ գումարները որտեղ եք ծախսել, ինչա մի հատ եկեղեցի եք մի հատ կոմպլեքս եք կառուցել, մի հատ հաշվետվությունը ներկայացրեք, մի հատ տեսնենք։ Ինչի որ պահում է ինքը իր հայրենիքին ծառայ է, այն ժամանակ որ գործակալության օֆիցիալ աշխատակից է դառել ԿԳԲ-ի, այդ ժամանակ էր ինքը իր հայրենիքին ծառայում։ Կամ հիմա դուք հարց եք տալի, թե ինչ պետք է անի մեր այսօրվա իշխանությունը։ Գիտեք, ես միշտ իմ կյանքում եւ նենց հանրայինորեն սկսած 13 թվականից, երբ ես հասկացա, որ մեր երկիրը կործանման շեմին է կանգնած, ես մտա ոչ թե քաղաքականություն, ես քաղաքականության մեջ բնականաբար չկամ, բայց սկսեցի ինչ-որ քաղաքական վերլուծականներ անել եւ այլն հրապարակել դա։ Ես միշտ քարոզել եմ ժողովրդավարությունը։ Միշտ քարոզել եմ, կարող եք բարձրացնել իմ 10 տարվա կամ 15, թե չգիտեմ, քանի տարի է արդեն անցել, 10 տարվա մինիմում, հա, իմ տարբեր հոդվածները կամ ինչ-որ հարցազրույցները, ամենտեղ ես քարոզել եմ, խոսել եմ խոսքի ազատության մասին, ժողովրդավարության մասին, մամուլի ազատության մասին, բայց այսօր ես ստիպված եմ խոսել նրա մասին, որ այդ ամենը վտանգված է Հայաստանում։ Մենք լուրջ վտանգի առջև ենք կանգնած։ Ժողովրդավարությունն է վտանգված։ Մենք գիտեք վտանգը ինչի մեջ է, որ այն ուժերը, որոնք որ ակնհայտորեն բաց կերպով քարոզում են հակաժողովրդավարական Հայաստանի ճանապարհը եւ գործել են միշտ հակաժողովրդավարական ինչ-որ գործիքակազմով, այդ մարդիկ այսօր հնարավորություն ունեն օգտագործելով ժողովրդավարական միջոցները գալ իշխանության։ Այդ դա ես չեմ կարող հասկանալ։ Հասկանում եք, ու իմ մոտ միանգամից անալոգիա է ստեղծվում 1938 թվականի հետ, երբ որ
Ադոլֆ Հիտլերը նույն ժողովրդավարական մեթոդներով եկավ իշխանությանը։ Եվ ինչու ես ասեց իր շատ մոտիկ ընկեր եւ համագործակից Գեբելսը գալուց հետո մենք մեր իշխանությունը երբեք չենք հանձնում։ Ու իրանք չհանձնեցին, իրենք կոտորեցին միլիոնավոր մարդիկ, իրենք կոտորեցին նաև իրենց սեփական ժողովուրդը եւ վախճանվեցին այն մահով, որ վախճանվեցին։ Բայց մենք այդ ճանապարհը արդյոք ուզում ենք այսօր։ Նման ճանապարհ ենք ուզում մեր երեխաներին, մեր թորներին, նման երկիր ենք ուզում թողած լինենք, որ իրանք նորից ու նորից ընկնեն այդ աղետների մեջ։ Մենք եւ ընդմիշտ մենք պետք է մաքրենք այս երկիրը մեր հայրենիքը տասնամյակներ շարունակ, եթե ոչ հարյուրավոր տարիներ։ Ինքը համակարգորեն ճնշվածության մեջ է պահել ժողովուրդը։ Մեր երկրին են պահել ճնշվածության մեջ, քանի որ մենք եղել ենք Ռուսաստանի, մինչև այդ Պարսկաստանի, սովետական միության եւ այլն, բլա բլա բլա, իրենց լծերի տակ։ Ու բնականաբար մեր մոտ այդ վախը կա, որ մեզ կգան կկոտորեն, մենք հնարավորություն չունենք, ավելի լավ է ինչ որ մեկը որ մեզ ասի, ես դες անվտանգություն եմ, ուրեմն կշնորհեմ, գնանք իր փեշի տակը մտնենք, բան, այդ լրիվ խոսակցությունները իրենք առկա են Հայաստանում։ Ու այդ խոսակցությունները տարածում են այդ գործակալական ցանցերի ներկայացուցիչները։ Իրանց պետք է մաքրվի, իրենք պետք է մաքրվեն Հայաստանից։ Համենայն դեպս, ես անձամբ ես օրենք օրինեի, որ եթե մարդը խոսում է հակաժողովրդական ինչ-որ մեթոդոլոգիայի մասին, կամ որևիցե կերպ փորձում է օգտագործել ընտրակաշառք տալիս, թե առնում, ես շատ լուրջ պատիժներ, քրեական պատիժներ կներկայացնեի այդ մարդկանց։ Լուրջ օրենսգիրքը, չգիտեմ, կփոխեի կամ, բայց համենայն դեպս ընտրություններին այդ մարդիկ պետք է չմասնակցեն։ Այն մարդը, որ կներեք խոսում է դրա մասին, որ Հայաստանը պետք է ինչ-որ Ռուսաստանի հետ ինչ-որ դաշինքի մեջ լինի։ Այդ մարդը ինքը ոնց է ընդհանրապես մասնակցում ընտրությունների։ Այսօր մեր երկիրը, որ գտնվում է այդ դաշինքի մեջ, ներկայիս իշխանությունը չի այդ որոշումները ընդունել։ Ու ներկայիս իշխանությունների խնդիրն է, դրա մասին եմ ես 100 անգամ խոսել, որ խնդիրն է, որ մինչ օրս գտնվում ենք, բայց ես կարող եմ դա բացատրել ինչ-որ կերպ։ Ես կարող եմ բացատրել, որ մեր տնտեսական վիճակը այնց է, որ մենք տնտեսորեն կապված ենք Ռուսաստանի հետ, որ մենք դեռ այդ տարբեր ինչ-որ կապերով ձեռներս կապ ընկած եւ այլն, այդ ամեն ինչը լոգիստիկ ուրիշ հնարավորություններ դեռ չունենք, որպեսզի մենք ինչ-որ դիվերսիֆիկացիան ավելի լայն կերպով իրականացնենք, այդ ամեն ինչը պարզ է։ Ես հիմա մեր իշխանությանը կարող եմ հասկանալ։ Ես կարող եմ մեղադրել, որ այդ ամեն ինչը շատ կամանց է շարժվում։ Ես կարող եմ իրենց քննադատել, որ մենք կարող ենք նույն Եվրոմիության հետ ավելի լուրջ քայլեր ձեռնարկենք։ Բայց ես իրենց ըմբռնումով եմ, այսպես ասած, մոտենում։ Բայց խոսել այն մարդկանց մասին, որոնք որ ակնհայտորեն իրենք ասում են, որ մենք պետք է գնանք ու հանձնվենք միութենական պետություն դառնանք։ Այդ մարդը պետք է բանտում հայտնվի երկրորդ օրը։ Քանի որ ինքը իր խոսքը գնում է այն պետության մասին, խոսքը Ռուսաստանի կամ նույն Բելոռուսի մասին, որոնց իշխանությունները 25 տարով չեն փոխվում։ Իրենց պրեզիդենտները նստած են ու ցմահ են բոլորը նստած։ Ու ոչ մի ընտրություններ այդ երկրում չկա, ոչ մի ժողովրդավարություն այդ երկրներում չկա, խոսքի ազատություն, մամլի ազատություն, գոյություն չունի։ Այն երկրներն են, որ մարդուն դատարկ թուղթը ձեռքին կարող են ձեռք բակալել եւ տանել բանտ գցել։ Եվ Հայաստանում կան մարդիկ, որոնք որ հարազում են ասում են մենք պետք է դառնանք միութենական պետություն։ Գլուխը պատով ես տվել։ Մեր երկիրը դու տանում ես, գցում ես շարի մեջ։ Դու ինչ իրավունք ունես ընդհանրապես ընտրություններին մասնակցելու, քարոզելու, ինչ իրավունք, որ այն նույն քննադատականն է մեր իշխանություններին այսօր։ Ոնց է տենց ստացվել, որ այդ մարդիկ հերիք չի ազատության մեջ են գտնվում, շատ-շատ էր իրացից։
իրենց ֆինանսական աղբյուրները նույնիսկ կտրված չեն։ Հսկայական ունեցվածքներ ունեն։ Հսկայական գումարներ են հոսում իրենց գրպանները եւ այդ գումարների մի մասը օգտագործվում է հատկապետական գործողությունների համար։ Եվ դրա վերջը չկա։ Դրա կամքը չկա։ Հնարավոր չի հիմա, չգիտեմ, խորհրդարանում օրենք է պետք ընդունել վերջի վերջը։ Եթե դուք չեք ուզում, որպեսզի այդ մարդիկ գան իշխանության գլուխ հասնեն եւ ձեզ հենց իշխանավորներին, այսօրվա իշխանավորներին մտցնեն նկուղները, դուք այդ քայլը պետք է անհապաղ կատարեք։ Հայաստանի այդ քաղցկեղը պետք է կատարվի, հանվի, վիրահատություն արվի։ Լավ, վատ, բայց այդ վիրահատության անհրաժեշտությունը արդեն շատ շուտվանից գոյություն ունի։ Եվ չգիտեմ ինչի դա չի տեղի ունենում։ Խոսում են, ասֆալտին թռվում են, երկրորդ օրը բաց են թողում։ Վերջացրեք։ Գիտեք, ես շատ անգամ բերում եմ Չիլիի օրինակը։ Ավգուստո Պինոչետ, որը որ սովետական տարիներին, то մինչև հիմա էլ, հա, իրան նենց ինքը մի հատ շատ լուրջ բոբո էր, որ իրենով վախեցնում էին, երեխաներին էին վախեցնում, ասում, եթե ուզում էին ինչ-որ վատ մարդու անուն տալ, օրինակ բերեին, ասում էին հայ Պինոչետի նման ես կամ ինչ-որ բան։ Բայց ինչ արել Պինոչետը։ Պինոչետը, ես հիշեցնեմ, որ Չիլին այսօր հարավ-ամերիկյան երկրների ամենազարգացած երկրի ներկայացուցիչն է, Չիլիի ներկայացուցիչն է եղել, հա, եւ Չիլիի պրեզիդենտն է։ Ինքը զավթել է իշխանությունը։ Ինքը ժողովրդավարական բոլոր հիմքերը ոտնահարելով, ինքը Սալվադոր Ալիենդեից իշխանությունը վերցրել է, լինելով Ալիենդեի շատ մոտիկ ընկերը։ Բայց ինքը հասկացել է, որ Ալիենդեն տանում է իր երկիրը, տանում է դեպի անդունդը։ Այն անդունդը, որտեղ որ այսօր գտնվում են Կուբա, Սալվադոր, չգիտեմ, Վենեսուելա եւ այլն, բազմաթիվ երկրներ։ Ինք Չիլին են, փաթաթել են արդեն տանում են այդ անդունդը գցելու։ Եվ ինքը ռազմական գործողությունների է անցնում։ Շատ վատ է անում, բայց ինքը դրանով փրկում է իր երկրի ժողովրդավարությունը։ Ինքը ոչնչացնում է, ինքը աքսորում է, վռնդում է, նույնիսկ մահապատժի է ենթարկում բազմաթիվ հենց իր ազգի ներկայացուցիչներին, որոնք ոչ այն նախկին իշխանավորների կողմնակիցներն էին եղել։ Եվ ինչ է տեղի ունենում Չիլիում, ընդամենը մի քանի տարի հետո։ Ինքը հրավիրում է Միացյալ Նահանգներից մասնագետների, տնտեսագետների, ընդամենը 25 հոգի։ Չիլիացիներ իրենց ազգությամբ, որոնք որ 3 տարվա ընթացքում Չիլիի տնտեսությունը վերականգնում են, դարձնում են աշխատունակ տնտեսություն։ Դրանից հետո ինքը կամաց մտցնում է խոսքի ազատությունը։ Եվ այդ ամեն ինչը անելուց հետո Ավգուստո Պինոչետը, այն մարդը, այն գեներալը, թե պոլկովնիկ էր, կներեք, որը որ հեղաշրջում ռազմական ձևով ինքը իշխանությունը վերցրել, հայտարարում է դեմոկրատական ընտրություններ, ժողովրդավարական ընտրություններ եւ պարտվում է այդ ընտրություններում եւ իր պարտությունը ընդունում է։ Բայց այն բանից հետո, երբ ինքը հասկանում է եւ գիտակցում է, որ ինքը իր աշխատանքը արդեն կատարել է եւ իր երկիրը արդեն այդ հնարավորությունը ունի։ Եվ ոչ մի պրոքսիներ, ոչ մի հիբրիդային պատերազմներ իր երկրին չեն սպառնում։ Միմիայն այդ պայմաններում Հայաստանը կարող է շարժվել ճիշտ ուղղությամբ։ Շնորհակալ եմ, պարոն Առաքելյան։ Ես էլ շնորհակալ եւ նախապես շնորհավորում եմ գալիք մեր տուն։ Նմանապես։ Բոլորից ես անտեսել։ Շնորհակալ եմ, պարոն Առաքելյան։ Հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում էի տնտեսագետ եւ քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի հետ։ Կհանդիպենք։